Իդեպ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալով անարդյունավետ ծախսերին Նիկոլ Փաշինյանն այսպիսի համեմատություն արեց. Նոր տարուց հետո քանի միլիարդի ապրանք եք աղբամանը գցում։ Մեկ այլ օրինակով նշեց, թե քաղաքացին կարող է առնել փչացած թթվասեր, նեխած ձմերուկ, ոռտնած սալոր եւ դրանով անարդյունավետ ծախսել իր ընտանեկան բյուջեն։ Ուզում էր ասել, որ պետությունը եւս կարող է նման անարդյունավետ ծախսեր ունենալ, քանի որ գումար ծախսելը հմտություն է եւ իրենք էլ են սովորում։ Մի կողմ թողնելով հանգամանքը, թե որքան լավ են Նիկոլ Փաշինյանը եւ ՔՊԱ-ականները տիրապետում գումար ծախսելու հմտությանը, երբ հարցը վերաբերվում է իրենց գրպաններին, անդրադառնանք նրան, թե ով ում գումարն է ծախսում։ Երբ պետության ղեկավարը բյուջեի հաշվին ընտանեկան շրջայցեր է կատարում արտերկիր, գերթանկարժեք մեքենաներ է գնում իր ընտանիքի անդամների եւ պետական ծառայողների համար։ Աղքատության եւ տնակներում ապրող ժողովրդի ֆոնին կազմակերպում է ֆեստիվալներ եւ համերգներ, այն էլ սուկ օրերին։ Հանցագործության աճի ֆոնին ոստիկաններին պարգևավճարներ է բաժանում, աղքատության աճի ֆոնին նախարարներին։ Երբ պետական գնումները տրվում են ՔՊԱ-ականների ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, մեկ անձից եւ բավականին թանկ, այս ամենը մեր գնահատմամբ անարդյունավետ ծախսեր են։ Փաշինյանի համեմատությունը կարծում ենք բոլորովին տեղին չէ, քանի որ այսքան անարդյունավետ գնում առանձին վերցրած ոչ մի ընտանիք չի անում։ Բացի այդ, եթե նույնիսկ անում է, ապա շարքային քաղաքացին ծախսում է իր գումարը, իսկ Փաշինյանի կառավարությունը ծախսում է ոչ թե իր անձնական, այլ կրկին քաղաքացու գումարները։